Արդարությունը գալիս է։ Սա Արման Թաթոյանի առաջնորդած Միասնության թևեր կուսակցության նախընտրական կարգախոսն է։ Արդարությունը գալիս է Հայաստանի շահերն աշխարհում առաջ մղելու եւ երաշխավորված խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին Գյումրիու մարդկանց հետ շփումներում ասում էին թիմի անդամները։ Մեր ընտրողը, մեր քաղաքացին պետք է տեր լինի եւ տեր կանգնի իր արժանապատվությանը։ Ցավալիորեն այսօրվա խոսույթում տարածվում է այդ նյութապաշտությունը, տարածվում է նաեւ հագակրանքը, տարածվում է նաև ատելությունը ու ես իմ խոսքում մի քանի անգամ ասել եմ, որ փողն ու փորը շատ հաճախ գերակայում է այդ արժանապատվությանը։ Մենք եկել ենք կոտրելու այդ կարծրատիպը եւ մեր կարգախոսը արտարությունը գալիս է հենց դրա համար։ Արման Թաթոյանի ղեկավարած ուժն ունի առանձին ծրագրեր նաև Շիրակի մարզի հետ կապված։ Շիրակի մարզին ուղղված ծրագրերը կենտրոնանում են սոցիալական, տնտեսական, արդյունաբերական եւ ենթակառուցվածքների զարգացման ոլորտներին։ Մարդու իրավունքների նախկին պաշտպանը կարևորում է նախ Շիրակ օդանավակայանի գործունեության հետագա ընդլայնումը։ Շիրակ օրինակ օդանավակայանը պետք է դառնա զվարթնոցին մրցակցող օդանավակայան, սա շատ կարևոր է եւ մարդու համար պետք է կապ չունենա թե օրինակ ինքը ուր է գալիս, ենթարենք զվարթնոցով է թռնելու որևէ տեղ, թե Շիրակով։ Հետո Շիրակ օդանավակայանի զարգացումը մեզ նաեւ նոր հնարավորություններ կտա Գյումրիին բիզնեսի առումով։ Սա նշանակում է, եթե մանավանդ տրանզիտային միջազգային օդանավակայան է դառնում, հյուրանոցներ են կառուցվելու, բիզնեսն է ավելի զարգանալու։ Միասնության թևերը որպես պետականամետ քաղաքական ուժ իր գործունեությունը ծառայեցնում է բացառապես ժողովրդավարության ամրապնդմանը եւ դիրքորոշումները հիմնված են Հայաստանի շահերի վրա։ Այսօր սա շատ է, չէ՞, ասենք Ռուսաստանը սա է ուզում, Ամերիկան է սա ուզում, Եվրոպան է սա ուզում եւ այլն։ Մենք պետք է նայենք մենք ինչ ենք ուզում։ Այ մեր ծրագրերը հենց ուղղված են հիմնված են հենց Հայաստանի շահերի վրա, մեր քաղաքացիների։ Այսա նաեւ մեր ուզում եմ մեր քաղաքացիներին դիմելով ասել, որ նրանք իմանան, որ ամեն ինչ կախված է մեզանից, նրանցից յուրաքանչյուրից, ամեն ձայնը նշանակություն ունի, նրանք պետք է անպայման տեր կանգնեն, գնան, քվեարկեն։ Կրթական ոլորտի փոփոխություններին Միասնության թևերի ծրագրում մեծ տեղ են հատկացրել։ Ուսուցիչների դեպքում խոստանում են խրախուսելու են ուսուցչի մասնագիտական զարգացումը։ Կամավոր ատեստավորումը չհաղթահարած ոչ մի ուսուցիչ աշխատանք չի կորցնի։ Իսկ պետական բուհերի դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար կրթությունը կլինի անվճար։ Մասնավոր բուհերում կներդնեն ուսման եւ ապրելու ծախսերի հատուցման վարկերի ճկուն համակարգ, առանց ուսման ընթացքում վճարման պարտավորության։ Երիտասարդը պետք է իմանա, որ իրենից է կախված իր ապագան, իր գիտելիքից, իր կարողությունից, որ իրոք արդարության պայմաններ կան եւ ունենալու է եւ կրթություն որակյալ, եւ աշխատանք եւ ապահով երկրում է ապրելու։ Քաղաքացիների հետ հանդիպումների նրանց մտահոգությունները լսելու համար կուսակցության գրասենյակները Գյումրիում, Պրոշյան 62 եւ Խորենացի 31 կոտորակ 10 հասցեներում բաց են ամեն օր բոլորի համար։ Կուսակցության ներկայացուցիչները կենտրոնական հատվածներում շրջայցն ավարտեցին Բագրատունյա ծողակում ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ խոնարելով։ Հասմիկ Թումասյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։